Լոս Անջելեսում կայացավ կինոաշխարհի ամենասպասված իրադարձությունը՝ Օսկար 98-րդ մրցանակաբաշխությունը։ Եթե նախորդ տարի մենք հպարտությամբ հիշում էինք Անորա ֆիլմի հաջողությունները, ապա այս տարի հայկական հաղթանակները ուղղակի աննախադեպ էին՝ ռեկորդային անվանակարգերից մինչև բաղձալի արձանիկներ։ Այս տարվա մրցանակաբաշխությունը հայազգի կինոգործիչների համար դարձավ իսկական հաղթարշավ։ Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղսավորները» ֆիլմը դարձավ երեկոյի գլխավոր հերոսը, գրանցելով ռեկորդային 16 անվանակարգ, ֆիլմը արժանացավ 4 Օսկարի հետևյալ անվանակարգերում՝ լավագույն դերասան, լավագույն օրիգինալ սցենար, լավագույն օրիգինալ երաժշտություն և լավագույն օպերատորական աշխատանք։ Հայկական արմատներով ռումինացի ռեժիսոր Նատալի Մուստիատան իր Two People Exchanging Saliva-ի համար ստացավ լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգը։ Մադլեն Շարաֆյանի «Էլիո» ֆիլմը ներկայացված էր լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Թեև ֆիլմը այս անգամ մրցանակի չարժանացավ, Շարաֆյանը հաստատեց իր տեղը համաշխարհային անիմացիայի գագաթնակետում, արարողությանը ներկայանալով հայազգի դիզայներ Վարդուհի Թորեսյանի նրբագեղ զգեստով։ Մինչ մենք ոգևորված ներկայացնում ենք հայկական պատվիրակության բերած արձանիկները, անհնար է աչք փակել այն ամենի վրա, ինչ կատարվում էր Կարմիր գորգի վրա։ Փայլը եւ շքեղությունը ցավոք ոչ բոլորի դեպքում աշխատեցին։ Ժամանակն է անցնելու երեկոյի ամենախնդրահարույց հատվածին։ Ով էր մոռացել հայելու գոյության մասին եւ ում հանդերձանքն էր ավելի շուտ հիշեցնում նորաձևության աղետ։ Կարմիր գորգի ամենաանճաշակ կերպարները ըստ հանդիսատեսի Քլոե Չժաու, Համլեթի ռեժիսորը զարմացրեց լուսանկարիչներին իր փայլուն, բայց չափազանց մռայլ հանդերձանքով, որը ավելի շատ թաղման արարողություն էր հիշեցնում։ Մեգի Օ'Ֆարել գրողը հայտնվել էր ուշադրության կենտրոնում իր վառ վարդագույն կերպարով եւ մի անհասկանալի քողով, որը փչացնում էր ամբողջ տեսքը։ Ֆելիսիթի Ջոնս, նույնիսկ Պրադայի զգեստը կարող է լինել ձախողված։ Դերասանուհու զգեստի երանգը այնքան անհաջող էր, որ նա պարզապես կորչում էր կարմիր գորգի ֆոնին։ Տանյա Ֆարես, նորաձևության լրագրողի ընտրած քառակուսի ծալքավոր կիսաշրջազգեստը քննադատվեց չափից դուրս անհարմար լինելու համար։ Մելիսա Մաքքարթի, թեև դերասանուհին փայլում էր բեմում, նրա սանրվածքը եւ աքսեսուարները շատերի կողմից համարվեցին բավականին հնացած։ Միստիկ Քոուփլենդ, բալերինայի կերպարը քննադատվեց անփույթ տեսքի համար։ Խորը դեկոտեով բաճկոնը եւ տարօրինակ ծալքերը ստեղծում էին անհասկանալի կերպար։ Օսկար 2026-ը հերթական անգամ ցույց տվեց, որ կինոաշխարհում հայկական տաղանդը ունի իր ուրույն ձայնը, իսկ Կարմիր գորգը մնում է ամենադաժան, բայց ամենահետաքրքիր քննադատությունների հարթակը։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք ամենակարևոր իրադարձությունների մասին։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։